Բարի կեսօր, ես Անի Դաշյանն եմ, հայկական երաժշտական հեռուստաալիքի եթերում ռեյթինգով կեսօր է։ Այսօր ինձ մոտ շատ բարձր տրամադրություն է, որովհետև այսօր ամռան առաջին օրն է, երեխաների պաշտպանության միջազգային օր է եւ իմ տաղավարում են շատ փոքրիկներ։ Քիչ առաջ դիտեցինք փոքրիկ Նանուլի երգչուհի եմ դարձել երգի տեսահոլովակի պրեմիերան եւ հենց այս առիթով էլ իմ տաղավարում է երգչուհի փոքրիկ երգչուհի Նանուլը եւ իհարկե տեսահոլովակում նկարահանված փոքրիկները Ամարազ Դան ստուդիոից են նրանք։ Բարև ձեզ փոքրիկներ։ Լավ տրամադրություն չէ՞ ունենք, այսօր բոլորիս համար տոն է, այսօր հունիսի 1-ն է, ձեր բոլորի տոնն է։ Նանուլ, սկսենք քեզանից, տեսահոլովակ ես արդեն ներկայացրել, նկարահանվել ես տեսահոլովակում, ինչպես որոշեցիր, որ դու ունենալու ես տեսահոլովակ եւ երգելու ես, դառնալու ես երգչուհի։ Ես գիտեմ, որ մի քանի նախադասություն անընդհատ տանը կրկնել ես երգից, չէ՞։ Հետո խնդրել ես, որպեսզի ով երգ գրի, երգի բառերը եւ երաժշտությունը ով է գրել։ Վահրամ Պետրոսյան։ Վահրամ Պետրոսյանն է, այո, գրել երգի երաժշտությունը եւ խոսքերը։ Նանուլ, դու քանի տարեկան ես։ Ես 4 տարեկան եմ։ 4 տարեկան ես ու եւ արդեն որոշել ես, որ պետքա դառնաս երգչուհի։ Տեսահոլովակում նկարահանվել են քո ընկերուհիները, չէ՞, այստեղ բոլորը ներկա են եւ տեսանք, որ բեք վոկալ կար, քեզ հետ միասին երգում էին։ Փոխանցենք նաեւ նրանք խոսեն, ովքեր էին բեք վոկալում, անունները կասես։ Իրեն, Ալվինա եւ Սիլվի։ Սիլվա։ Հիմա տեսնենք նրանք ինչ կասեն, փոխանցենք, որ նրանք խոսեն։ Իրեն, քանի տարեկան ես։ 7։ 7 տարեկան ես, դու էլ պարում ես Ամարասում, չէ՞։ Այո։ Կասես հետաքրքիր անցավ նկարահանումները տեսահոլովակի։ Շատ։ Ինչ դեպքեր կհիշես տեսահոլովակի նկարահանման ընթացքից, շատ էիք հոգնել, թե շատ լավ էր, շատ հավես էր, որ հոգնածության մասին չէիք մտածում։ Ես չէի հոգնել։ Չէիր հոգնել։ Լավ էր քեզ զգում բեք վոկալի դերում։ Այո։ Քո ընկերուհուն փոխանցիր, խնդրում եմ, խոսափողը։ Կներկայանաս։ Ալվինա։ Ալվինա, դու եւս երգում էիր։ Այո։ Սիրում ես երգել։ Շատ։ Բացի երգելուց, էլ ինչով ես սիրում զբաղվել, Ալվինա։ Պարով։ Պարով, նաեւ պարում ես։ Այո։ Արդեն որոշել ես, որ մեծանաս երգչուհի ես դառնալու, թե պարուհի։ Պարուհի։ Անպայման արդեն կայացրել ես որոշում, որ դառնալու ես պարուհի։ Շատ լավ։ Մյուս փոքրիկին տանք խոսափողը։ Եվ ով է նա։ Սիլվի։ Սիլվին է նա։ Սիլվի, դե պատմիր տեսնեմ, քեզ համար ինչպես անցան նկարահանումները Նանուլի տեսահոլովակի։ Լավ։ Լավ, արդեն հասցրել եք ընկերանալ։ Այո։ Եվ ում հետ ես ավելի շատ այսպես մոտիկացել, ով է քո ընկերը այստեղ։ Անգելինան։ Հիմա հերթով բոլորը ձեզ ներկայացրեք, ձեր անունն եք ասում եւ ասում եք, թե ինչով եք սիրում զբաղվել։ Փոխանցիր խոսափողը։ Ես իմ անունը Անի է։ Անի, իմ անունն էլ է Անի, գիտես։ Մենք երկու Անի կա այստեղ։ Լավ, Անի, քանի տարեկան ես։ 5։ 5 տարեկան ես, դու էլ ես սիրում պարել, սիրում ես երգել, հա։ Այո։ Էլ ինչ ես սիրում, պաղպաղակ սիրում ես։ Այո։ Պաղպաղակ էլ ես սիրում։ Ով չի սիրում պաղպաղակ։ Ես Սիրում ես։ Բոլորս սիրում ենք, չէ՞, պաղպաղակ։ Այո։ Այո։ Լավ, հետո տեսնենք մեր մյուս աղջկա անունը ինչ է։ Անգելինա։ Քանի տարեկան ես, Անգելինա։ 6։ Անգելինա, դու եւս պարում ես։ Այո։ Եվ էլ ինչ ես սիրում անել, բացի պարելուց։ Երգել։ Տեսահոլովակի նկարահանման ընթացքի մասին ինչ կասես։ Նանուլի տեսահոլովակը քանի օրում նկարեցիք։ 2։ 2 օր, հասկանալի է։ Փոխանցենք խոսափողը։ Ինգա, պատմի քո մասին։ Ես այդքան եմ պարել չեմ սիրում, բայց երգել շատ եմ սիրում, մեծանալու եմ, դառնալու եմ երգչուհի։ Երգչուհի ես դառնալ։ Իսկ քո ամենասիրելի երգչուհին, հայ երգչուհիներից ով է։ Միրան Ծառուկյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը։ Ահա, Միրան Ծառուկյանն եւ Լիլիթ Հովհաննիսյանը ապրես։ Արիաննա, դու մի անգամ արդեն եղել ես իմ տաղավարում Լիլուի տեսահոլովակի նկարահանումից հետո, երբ ներկայացվեց պրեմիերան, ինձ մոտ հյուր էիր, պարում էիր, չէ՞, Լիլուի տեսահոլովակում։ Նաեւ Նանուլի տեսահոլովակում կաս։ Դե ասա քանի տարեկան ես։ 6։ 6 տարեկան, արդեն մեծ աղջիկ ես։ Դու էլ ես, չէ՞, սիրում պարել։ Այո։ Բայց եթերը դեռ չես սկսել, ասեցիր թե ինչ ես շատ սիրում։
Հիմա հեռուստադիտողների համար կասես։ Պաղպաղակ։ Մեղվեր։ Հետո Բարել։ պաղպաղակ եւ պարել։ Լավ, արդեն որոշել ես ինչ ես դառնալու, որ մեծանաս։ Ոչ։ Նանուլի տեսահոլովակը հավանել ես։ Այո։ Որ մասը հատկապես։ Աղջիկն է։ Այդ հատվածը դուք շատ լավ ասում եք, եթե սկսելուց առաջ այս պահին մի հատված եկեք բոլորս երգենք, հա? Կրկներքը երգում ենք ու ձեր ամենասիրելի հատվածը բարձր ասում եք, լավ? Սկսեցինք։ Աղջիկն է։ Հիմա մի հատված փոքրիկ երգից, կրկներքը ոնց էր սկսում, ես չեմ հիշում, ինձ կհիշացնեք։ Ահա։ Ներեմի պատմի, չեմ ուզում եմ հասկացի, տեսա ինչքան եմ մեծացել, ու երջուհի եմ ես դարձել, տեսա ինչքան եմ մեծացել, ու երջուհի եմ ես դարձել։ Բարձր ծափահարենք։ Նանուն փոխանցենք նաև քո մյուս ընկերուհիներին։ Խնդրեմ փոքրիկ ներկայացի, քանն ինչ է։ Կարինե, Դու ինչ ես շատ սիրում։ խաղալ, Խաղալ, բակում խաղում ես։ այո, Շատ լավ։ Ով է Կարինեի կողքին նստած։ Էլեն, Դե հիմա փոխանցենք, որ Էլենն ինքն իրեն ներկայացնի։ Էլեն, կասկս դու ինչ ես սիրում անել։ խաղալ, Խաղալ, իսկ ինչ ես սիրում ավելի շատ խաղալ։ Տիկնիկներով, այո, տունտունիկ, այո, շատ լավ։ Իսկ ով է Էլենի կողքին նստած։ Կամիլան։ Քանի տարեկան ես Կամիլա։ 5, 5 տարեկան ես, դու էլ ես, չէ՞, պարում։ այո, Լավ, իսկ պարելուց բաց ինչ ես սիրում անել։ խաղալ, Խաղալ, բոլորը շատ սիրում են խաղալ փաստորեն։ Հա? այո, Բացի։ Ինչու՞։ Ինչու՞ չեք սիրում խաղալ։ Հոսափողը փոխանցեք Կամիլա։ Դե հիմա ասում ես, թե ինչու չես սիրում խաղալ։ որտեղ մեծացել եմ։ Մեծ ես, հեքիաթներ քեզ չեն հետաքրքրում, ինչպես Նանուլի երգում է ասում։ Բայց գիշերները շատ եմ սիրում եկել պատմել, Պատմել թե լսել։ լսել, Լսել, ով է հեքիաթ պատմում։ մայրիկս, Մայրիկը։ Արիանա, դու սիրում ես հեքիաթներ լսել։ այո, Եվ որ հեքիաթ ես ամենաշատ սիրում, կհիշես։ բոլորն է հիշում եմ, Բոլորը հիշում ես եւ բոլորը սիրում։ Մինչեւ հեքիաթ չեմ պատմում, չես քնում։ մեկ լինում առանց հեքիաթել եմ քնում, Մեկ-մեկ ստացվում, բայց սիրում ես հեքիաթներ լսել։ Շատ լավ։ Նանու, դու ինչ ես սիրում անել, պատմի, բացի պարելուց ու երգելուց։ ես սիրում եմ, որ հեքիաթներ են ինձ պատմում և սիրում եմ խաղալ, Խաղալ, դու ում հետ ես խաղում։ ես Ահա։ խաղում եմ իմ ապերիկի ու քուրիկիս հետ, Շատ լավ, քուրիկի ապերիկի հետ խաղում ես, սիրում ես խաղալ եւ նաեւ սիրում ես երգել, սիրում ես պարել։ Երեխաները քո ընկերներից շատ են նշեցին, որ սիրում են պաղպաղակ ուտել, դու ինչ կասես, դու էլ։ Շատ լավ, նշեցիր, որ շատ ես սիրում երգել, շատ ես սիրում պարել, շատ ես սիրում խաղալ, չէ, քուրիկի ապերիկի հետ։ Այս բանին ուզում եմ հասկանալ, թե ինչ երազանքներ ունես։ Ինձ ասել են, որ դու ունես երազանք ունենաս քո սեփական քույրիկը, հա։ Եվ մաղթում, որ քո երազանքը անպայման իրականություն դառնա։ Արիաննան էլ ունի երազանք։ Ինչ երազանքներ։ Դու ինձ ասացիր, որ ունես 2 երազանք, Արիաննա։ ես ուզում եմ քույրիկ ունենամ, Բոլորը քույրիկ են ուզում ունենալ։ ուզում եմ, որ Որ ինչ։ մեր տանը կատու լինի, Կատու։ Կատուներին սիրում ես։ ես Շատ լավ։ շատ եմ սիրում, համ ուզում եմ համ շուն, համ կատու, փոքրիկ պահեմ, որ մեծանան ընկերություն անեն, Իսկ թույլատրում են քեզ մայրիկը տանը ունենալ կատու, թե այս բանին խնդրենք, քանի որ այսօր տոն է, չէ, երեխան։ Դե հիմա խնդրի մայրիկին ասա, որ շատ ես ուզում, որ տանը ունենաս կատու կամ շունիկ, միգուցե նա մեզ լսի, հա։ Միասին ասենք։ ես երկուսն էլ ուզում եմ, որ փոքրից Լավ, հիմա գոնե մեկը ասենք, հա, մեկը ասենք, հետո քիչ-քիչ։ Սա քո երազանքն է։ Հունիսի 1-յան երազանքը Արիանա է, կարծում եմ Արիանայի մայրիկը կլսի, կդիտի եթերը եւ
Ինչու ոչ, իրականություն կդառնի, շատ լավ, դու ինչ երազանք ունես։ Ես ունեմ սեփական տուն ունենալ ու սեփական տան մեջ 4 շուն։ Օ, բավականին լավ երազանք, սեփական տուն եւ սեփական տան մեջ 4 շուն։ Խնդրեմ հերթով փոխանցեք խոսափողը եւ ասեք ձեր երազանքների մասին։ Իմ երազանքը, որ ես քուրիկ ունենամ եւ գեղեցիկ պարեմ։ Գեղեցիկ պար է, շատ լավ, հարգելի մայրիկներ, երեխաները երազում են քույրիկներ ունենալ։ Խնդրում եմ նրանց երազանքը իրականացրեք։ Իմ երազանքն է ապերիկ ունենալ եւ պարուհի դառնալ։ Եվ պարուհի, շատ լավ երազանքներ են։ Ես ուզում եմ, որ ես շուն ունենամ եւ փոքր ձագերից գույնն է շագանակագույն։ Շագանակագույն ձագուկ ունենա շուն։ Լավ, Անի, դու ինչ կասես։ Ես ուզում եմ իմ տունը լինի մի հատ փոքրիկ կատով։ Կատու, Արյաննայի երազանքին է, փաստորեն համապատասխանում քո երազանքը, դու ես կատու ուզում։ Ահա, համ շուն, համ կատու, պետք է հաշտեցնել շանն ու կատվին, չէ՞։ Միասին մեծացնել, որպեսզի նրանք հաշտ մեծանան։ Լավ, փոխանցի խոսափողը Անգելինա։ Ես ուզում եմ, որ իմ ապերիկները միշտ առողջ լինեն։ Ահա, երևաց, Անգելինան մի փոքր ավելի մեծացել է եւ նրա երազանքները քիչ-քիչ փոխվում են։ Ցանկանում է, որ առողջ լինեն ապերիկները։ Շատ լավ երազանք ունես։ Այս կողմում ինչ երազանքներ կան, Կարինեն է արդեն պետք է ասի իր երազանքի մասին, որովհետեւ Նանուլը արդեն ասել է, չէ՞։ Փոխանցենք։ Արագ։ Ահա, հասավ տեղ խոսափողը։ Կարինե, դու ինչ երազանք ունես։ Ես ուզում եմ, որ ապերիկ ունենամ։ Նորից ապերիկ, քույրիկ ապերիկ, երազանքները շատ հասկանալի են եւ հստակ, լավ։ Ինչ երազանք ունի Էլենը։ Ես ուզում եմ փոքր կատ ունենամ եւ մեծ։ Փոքր կատու եւ մեծ կատու, բացի կատվից էլ ինչ երազանք ունես Էլեն։ Ես ուզում եմ ապերիկ ու քուրիկ ունենամ։ Երեխաները տնային կենդանիներ են ցանկանում ունենալ եւ քույրիկ եղբայրներ։ Իսկ դու քույրիկ եղբայր չունես դեռ։ Ոչ։ Միայն դու ես դեռևս։ Շատ լավ։ Փոխանցենք խոսափողը։ Քո երազանքը ո՞րն է։ Կամիլա։ Ես ուզում եմ դառնալ բալերինա։ Բալերինա, բալետի պարուհի ես ցանկանում դառնալ։ Շատ լավ երազանք ունես եւ ինչ ես անում, որ երազանքդ իրականություն դառնա։ Շատ պարում ես, հա, գնում ես պարի, չէ՞։ Այո։ Գնում ես պարի։ Լավ, դուք բոլորդ միասին որտեղ եք ծանոթացել։ Այս սրա մասին եմ ուզում խոսենք։ Բոլորդ միասին պարում եք Ամարաս դան ստուդիոյում, չէ՞։ Այո։ Հիմա խոսելու ենք, թե ինչպես են անցնում պարի դասերը Ամարասում, ով է ձեզ դասավանդում, ում դասերին եք ավելի հաճիկով գնում։ Խնդրեմ, փոխանցենք խոսափողը, Սիրուն Կամիլան փոխանցեց, Նանուլ, Ամարասում է սպարում փաստորեն։ Ովքեր են դասավանդում Ամարասում։ Ամարասում Գերմանեն։ Գերմանեն։ Հուշում են։ Ահա։ Գերմանեն, Գերվիկան, իսկ ով է ավելի խիստ։ Ավելի խիստ է Գերվիկան։ Գերվիկան խիստ է, հա, փաստորեն։ Դու ինչ կասես, Արյաննա։ Գերվիկան խիստ է։ Ում ես ամենաշատը սիրում։ Երկուսին։ Սիրում ես թե Գերմանին, թե Գերվիկային։ Բայց լավ է, չէ՞ որ խիստ է։ Ավելի շուտ կսովորեմ։ Ահա։ Շատ ճիշտ նշեց փոքրիկը, եթե խիստ են, ապա ավելի կարկ ու կանոն կա եւ ավելի հեշտ են սովորում պարել։ Լավ, իսկ որ պարերն եք ավելի շատ սիրում։ Հայկական, գնչուն։ Գնչուն։ Տեսահոլովակում հունական։ Տեսահոլովակում Նանուլ։ Ու հայկականն եմ շատ սիրում։ Հայկական, եւ գնչուների պարը։ Լիլիթ Հովհաննիսյանի որ երգերն են վերցված։ Գնչուն։ Գնչուն։ Ահա։ Թութուն։ Թուն։ Եվ մի հատ էլ կար, չէ՞։ Թե աղջիկ լինեի, չէ՞։ Թե աղջիկ լինեի։ Այս երեք երգերը գիտեմ, որ դու շատ ես սիրում, չէ՞։ Լիլիթ Հովհաննիսյանին էլ ես սիրում, որպես երգիչ։ Բոլոր երգերը Լիլիթ Հովհաննիսյանի։ Ահա։ Փաստորեն պարում ես, երգում ես տանը։ Էլի Լիլիթն է սիրում։ Շատ լավ։ Դու է։
Անգելինային ենք փոխանցում հիմա խոսափողը, տեսնենք Անգելինան ինչ կասի պարապմունքների հետ կապված, բարի, որովհետև Անգելինան մեծերի խմբում է, չէ, Անգելինա։ Մեծերի խմբում դու ես եւ ով։ Սիլվին։ Սիլվին եւ Անգելինան մեծերի խմբում են արդեն։ Դե պատմի տեսնեմ, քեզ համար լավ են անցնում պարապմունքները, բարի։ Հաճույքով ես գնում։ Այո։ Իսկ որ բարերն ես ավելի շատ սիրում։ Հնդկական եւ հայկական։ Հնդկական բարերն եք պարում։ Այո։ Շատ լավ։ Իսկ կասեք, որքան ժամանակ եք պարապել, այդ գնչուն նշեցիք, որ շատ եք սիրում այդ Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակի պարը, որը նաև Նանուլի տեսահոլովակում է բեմադրված, այլ տարբերակով, որքան ժամանակ տևեց, որ սովորեցիք պարը։ Երկար սովորեցիք, թե շատ հեշտ կարողացաք սովորել։ Շատ հեշտ։ Շատ հեշտությամբ կարողացաք սովորել։ Լավ։ Արյանան ինչ-որ բան է ցանկանում ասել, բայց քանի որ միայն ես եմ լսում նրան, կարծում եմ պետք է խոսափողը փոխանցել Արյանային, որովհետև նա ցանկանում է ասել, թե որ, ահա, փոխանցեք։ Ամենահեշտը։ Արյանա, քեզ համար որ պարն էր ամենահեշտը սովորելը։ Լիլուինը միանգամից սովորել ենք։ Միանգամից Լիլուի տեսահոլովակի պարը սովորել ես։ Եթե չեմ սխալվում, այնտեղ նաև բրեյք դանս ես, հա, պարում։ Հա? Հիփ-հոփ ես պարում։ Չէ՞, կա հատված, որտեղ երկուսով եք պարում հիփ-հոփի մասը։ Լավ։ Հələ մի հատ այդ շարժում արեք հիմա։ Ապրեք, դե նստեք։ Ինչքան արեցիք, որ ստացվեց։ Մի հատ։ Միանգամից ստացվեց։ Այսօր տոն է, այսօր հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության միջազգային օրը եւ պատահական չէ, որ հենց այս օրը տեղի ունեցավ փոքրիկ Նանուլի, արդեն փոքրիկ երգչուհի եմ դարձել երգի տեսահոլովակի պրեմիերա։ Այսօր ինձ շատ հետաքրքիր է Նանուլ տեսահոլովակի հագուստների հետ կապված ինչ կասես, որովհետեւ շատ գեղեցիկ հագուստներով ես ներկայանում։ Պատմենք հագուստների մասին։ Տեսահոլովակի հագուստը ոսկեգույն շարիկն է։ Ամենաշատը ոսկեգույն շարիկն է սիրում։ Այդ հատվածում հետաքրքիր շարժում ես անում, կանես հիմա եթերում։ Թու։ Իսկ դու չէիր հոգնել տեսահոլովակի նկարահանման ընթացքում։ Ես պրոստը օգնել էի, որը ականջողները ինձ ցավացնում։ Ահա, ցավացնում էին ականջողերը, փաստեն անհարմար էին, չէ՞։ Բայց դիմացար, պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տվեցիր, դիմացար, որովհետև պետք էր այդպես ավելի գեղեցիկ էր, չէ՞։ Լավ, նաև շունիկ եմ տեսել տեսահոլովակում։ Շունիկի մասին ինչ կասես։ Շունիկի մասին ես կասեմ, որ ես նույն շարիկից եկամ, շունիկն է նույն շարիկից, համե ես էի նույն շարիկից։ Երկուսով նույն շորիկից էիք հագել։ Բայց այդ շունիկը թողում է։ Ինչի՞ վախեցել էր։ Չէ, վախեցել, թողում է պրոստը։ Երևի շատ բալիկներ, այդքան շատ բալիկներ չէր տեսել, չէ՞։ Խզբից երեք հատ շունիկ էր, որը երկու շունիկները շատ էին հաչում ու շատ էին վազում, որը չէի կարում պին բռնել, ոչ Փախնում էի։ Հա, փախնում էին, որ ես երկու շունիկին թողեցի, բայց իմ նույն շորիկից Այն մյուս շունիկին հագ, մի հատ շունիկին հագցրեցի նույն շորիկից։ Ինքը չէր վազում, այն երկու հատից ինքը վախենում էր ու մոտս էր գալի։ Իսկ շունիկները անուն ունեին։ Հա, իր անունը Կոկո էր։ Կոկո։ Լավ։ Էլ ինչ կասես։ Էլ ինչ եղավ այդ ընթացքում։ Այդ ընթացքում եղավ, որ ես շատ տարապեցի ու գնացի դուրս, այդ Կոկոյի հետ իր բանին բռնեցի, որը իր հետ մի քիչ դուրսը քայլեցի, արդեն Մաքուրոց շնչեց շունիկը, մանեկա։ Եվ որը Կոկոն ցուրտ էր ընդ, որը Կոկոն սառել էր ու հիվանդացել էր, կարող է հիվանդանել եւ դուս գնացինք ինքը արդեն Տաքացավ, հանգստացավ, տաքացավ։ Ու հետ եկաք նկարվեցիք տեսահոլովակում։ Լավ, շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին գովազդային ընթացքում, որից հետո վերադառնում ենք եւ շարունակում ենք մեր զրույցը փոքրիկների հետ։
Շարունակվում է ռեյթինգով կեսօրը, տոնական ռեյթինգով կեսօրը հայկական երաժշտական հեռուստաալիքի եթերում իմ տաղավարում մի խումբ փոքրիկներն են, իսկ գնչուական շորերի մասին ինչ կասես, որովհետև նման հատված էլ կա, չէ՞, տեսահոլովակում։ Այդ ժամանակ ես մեծ շորիկ էի հագել, Շատ երկար էր, չէ՞։ Այո, շատ երկար յուբոչկայի հագել, որը իմ բլուսկան միած սենց բան կար, որը սենց թռնովի էր, որ ես թռնում էի, հետո այդ շորիկի բանը թռնում էր։ Հա, հասկացա։ Հիմա տեսնենք քո ընկերուհիները ինչ են հիշում նկարահանման ընթացքից, հա։ Ես չեմ հիշում։ Ով է հիշում հետաքրքիր մասեր, ասա, Արիաննա, ասա, փոխանցեմ։ Ինձ մաման ասում է, երբ որ պտտվում էիր, կալիսո էիր անում պտտվելուց։ Հա։ Հա։ Շատ լավ։ Իմ ազը շատ երկար էր, որը իրանցա մի քիչ էր, բայց իմը այս պատի չափ էր։ Պատի չափ երկար մազեր էին դրել, բայց մազերը ծանր չէին նանում։ Ծանր էին, պոստը համբերում էի։ Համբերում էր փոքրիկը, որովհետև գիտեր թե ինչի համար է արվում այդ ամենը։ Ես քեզ շնորհավորում եմ Նանուր, որովհետև դու արդեն ունես տեսահոլովակ, շատ գեղեցիկ երգ է, երգիդ մի հատված արդեն լսեցին մեր հեռուստադիտողները, էլի տեսահոլովակներ ցանկանում ես ունենալ, չես օգնել։ Չեմ օգնել։ Կունենաս էլի տեսահոլովակներ։ Շատ լավ, շնորհակալություն, երբ որ էլի տեսահոլովակներ ունենաս, անպայման մենք կհանդիպենք։ Իսկ հիմա ինչ շատ հետաքրքիր է փոքրիկներ, դուք սիրում եք նվերներ ստանալ։ Շատ լավ, ապրեք փոքրիկներ, ձեզ շնորհավորում եմ, որովհետև այսօր ձեր տոնն է, այսօր հունիսի 1-ն է, մաղթում եմ, որ միշտ լինեք երջանիկ, միշտ լինեք ուրախ, ձեր բոլոր երազանքները իրականություն դառնան, այսօր դուք ասացիք ձեր երազանքներից մի քանիսը, ես մաղթում եմ, որ ձեր բոլոր երազանքները իրականություն դառնան, միշտ ժպտան ձեր աչքերը, միշտ լինեք ուրախ ու երջանիկ, լավ։ Շնորհակալություն նաև ձեզ եւ ուզում եմ ամփոփենք այսօրվա եթերը ձեր ամենասիրելի հատվածով տեսահոլովակից, որը մեկ անգամ արդեն ասել ենք։ Երգենք, ասենք։ Այո։ Սկսեցինք։ Արգելի հեռուստադիտողներ, ահա այսպիսին էր հունիսի 1-յան ռեյթինգով կեսօրը, շատ բարի, շատ դրական, շատ ջերմ։ Շնորհակալություն նաև ձեզ փոքրիկներ, քանի որ դուք ասացիք, որ շատ եք սիրում նվերներ ստանալ, ունեմ անակնկալ ձեզ համար, կարծում եմ Արիաննան ինձ կօգնի, չէ՞։ Հա։ Հիմա կտեսնենք, թե ինչ անակնկալի մասին է խոսքը, լավ։ Նկարահանման ընթացքը տեսահոլովակի կարծում եմ արդեն մոռացել եք, բայց առաջարկում եմ այս պահին դիտեք տեսահոլովակի նկարահանման ընթացքից, հա, վերհիշենք։ Ինչ կասեք, համաձայն եք։ Այո։ Քանի որ համաձայն եք, հարգելի հեռուստադիտողներ, այս պահին դիտում եք Նանուլի երգչուհի եմ դարձել երգի տեսահոլովակի նկարահանման ընթացքը։ Դիտում ենք։ Ոչ, այս փոքրիկը ոչ թե կրկնօրինակում է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին, այլ ներկայացնում է երգի իր տարբերակը։ Երգչուհի եմ ես դարձել, այսպես է կոչվում 4-ամյա Նանուլի տեսահոլովակը, որը շուտով կհայտնվի էկրաններին։ Տեսահոլովակից ոչ բարելու է։ Ոնց, ցույց կտաս։ Ցույց տուր։ Ինչ եք հատներել մի պատմի, չեմ ուզում դա հասկացի, տես թե ինչքան են մեծացել, ու երգչուհի եմ ես դարձել։ Ինչպես ասում են, պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Փոքրիկը Ամարասպարի համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի դուստրն է։ Պարուհի մայրիկը նկատելով դստեր հետաքրքրությունն ու սերը դեպի երգարվեստը որոշել է դստերը ծանոթացնել փոքրիկ քայլերի արվեստին։ Տան ինքը միշտ այդպես շատ էր երգում, ինչ որ արտահայտություններ էր անում, որ երգչուհի եմ ես ուզում դառնալ, այդպես նոտաներ էր ինքն իրան անում, այսպես ոնց որ ինքը դրթեց։ Տեսահոլովակում 4-ամյա Նանուլը միայնակ չէ։ Նրանք քաջալերում են տեսահոլովակի մյուս գլխավոր հերոսուհիները, փոքրիկ ամարասցիները։ Իդեպ, եթե ակնհայտ նմանություններ գտնեք փոքրիկի եւ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի թե աղջիկ լինեիր երգի միջև, չզարմանաք։ Նորաթուխ երգչուհու համար երգի բառերը գրել է հենց Լիլիթ Հովհաննիսյանի ամուսինը Վահրամ Պետրոսյանը։
Իհարկե այսօրվա փոքրիկներին հեքիաթներով կամ կոնֆետներով չես խաբի։ Հունիսի 1-ին 21 TV-ի եթերում Նանուլի անակնկալ նվերը իր հասակակիցներին երկար սպասեցնել չի տա։ Շարունակում է ռեյթինգով կեսօրը հայկական երաժշտական հեռուստաալիքի եթերում շատ բարձր տրամադրություն է այսօր ինձ մոտ տաղավարում, ոչ միայն նրա համար, որ այսօր ամռան առաջին օրն է, այլև որ այսօր հունիսի 1-ն է երեխաների պաշտպանության միջազգային օրը եւ իմ տաղավարում շատ գեղեցիկ փոքրիկներ են։ Քիչ առաջ դիտեցինք փոքրիկ Նանուլի երգչուհի եմ դարձել երգի տեսահոլովակի նկարահանման ընթացքը։ Այսօր եղել է պրեմիերան երգի տեսահոլովակի, եթե չեք հասցրել դիտել, անպայման օրվա ընթացքում կդիտեք։ Դուք ունեք նվերներ, քանի որ այսօր ձեր տոնն է։ Առաջինը Նանուլին, որովհետև նաև Նանուլի տեսահոլովակի պրեմիերան է եղել, Արյանա քոնկերներին բաժանիր նվերները, հերթով, բոլորը նստում ենք, Արյանան բոլորին կբաժանի, բոլորը ունեն նվերներ։ Բոլորս ունենք, չէ՞ նվերներ։ Շատ լավ։ Հարգելի հեռուստադիտողներ, հունիսի 1-յան ռեյթինգով կեսօրը մոտեցավ իր ավարտին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին, ինձ եւ բոլոր նրանց, ովքեր անկախ տարիքից իրենց մանուկ են համարում այս գեղեցիկ օրվա առիթով, եւ իհարկե մաղթում եմ բոլոր փոքրիկներին անհոգ մանկություն, որպեսզի նրանց աչքերը միշտ փայլեն ուրախությունից։ Եթերում ռեյթինգով կեսօրն էր, ես Անի Դաշյանը եւ մի խումբ գեղեցիկ փոքրիկներ։ Շնորհակալություն, որ իմ մոտ տաղավարում հյուր էիք, կհանդիպենք։ Կտաս խովոս կեգուն շորի կակնեմ ու պարեմ թու